Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ։ Իսկապես կարող եմ մեկ հանգամանք ընդգծել, քանի որ բացահայտվել է նաև, որ պետք է իմ թեկնածությունը որպես ազգային ժողովի նախագահի տեղակալի ևս քննարկվի, վստահաբար ներկա կլինեմ բոլոր ելույթների ընթացքում, դրանք ինձ լինեն դուրեկան, լինեն տհաճ, քավլիցի։ Ինչի համար եմ դա ասում, ոչ թե որպես սուբյեկտիվ պատկերացում, այլ որպես ազգային ժողովի, որպես ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքի ընդգծում։ Հետաքրքիր հանգամանք է, չէ՞, մենք խորհրդարանական կառավարման համակարգը որպես մոդել որդեգրած երկիր ենք, եւ այդ իմաստով այս ամբիոնը, այս նիստերի դահլիճը ամենամեծ պատասխանատվությունը պետք է կրի։ Անկեղծորեն եմ ասում, վերջին 4 տարիներին ես այդ աստիճան ուշադրությամբ չեմ հետևել ազգային ժողովի աշխատանքներին, ինչպես վերջին օրերին։ Երևի թե նկատած կլինեք, Ուժեղ Հայաստան խմբակցությունը բոլոր ելույթների ընթացքում ներկա է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դրանով ինչ ենք ուզում մեր հանրությանը, մեր հայրենակիցներին փոխանցել։ Սա ի դեպ հենց օբյեկտիվորեն գաղտնազերծեմ այս հանգամանքը, մեր խմբակցության ղեկավարի դիրքորոշումն է, որն էլ խմբակցության կողմից ամբողջությամբ կիսվում է, որովհետև երևի թե մեր հանրությունը իսկապես պետք է որակապես այլ մթնոլորտ եւ միջավայր տեսնի։ Գիտեմ շատ խոսվեց խոսույթի մասին եւ այլն, շատ հարցերի պատասխանը միշտ լինում է օրենքներում։ Օրինակ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը արգելում է վիրավորական արտահայտություններ այս ամբիոնից հնչեցնել։ Ընդհանրապես արգելում է։ Ընդհանրապես մեր օրենսդրությունը արգելում է վիրավորանքը։ Այլ հարց դրա համար քրեական պատասխանատվություն չկա, բայց այն որպես երևույթ արգելված է։ Եկեք բոլոր դեպքերում, քանի որ շատ խոսվեց հայ փոստի մասին, որը բնավ ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուի հետ դասական իմաստով այս ընտրության առնչություն չունի, բայց հանրային դիսկուրսում գտնվող հարց է։ Եկեք հարցը այսպես ձևակերպենք. արդյոք պետությունը լավ կառավարիչ է, թե ոչ։ Արդյոք պետական պաշտոնյաները մասնավոր ոլորտին վերաբերող ծառայությունների տեսանկյունից լավ կառավարիչ են, թե ոչ։ Միջազգային փորձը օրինակ այս հարցին ուղիղ պատասխան է տվել, որ ոչ, լավ կառավարիչ չէ։ Ավելին, միջազգային փորձը ասում է, որ այդ ամենից իրապես կոմունիզմի կամ կարմիր գույնի մշակույթի հոտն է գալիս։ Հիմա ոնց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղղությամբ է գնում։ Կամ կառավարիչներ են նշանակվում պետության կողմից, կամ պետությունը փայատեր է դառնում հիմնարկներում։ Այս մոդելը որտեղից է վերցվել, օրինակ ասում են, չէ, միջազգային լավագույն փորձն, international best practice, այդ որտեղից է գալիս, օրինակ մի հատ կասեք ինձ եվրոպական ժամանակակից մի երկիր, օրինակ Շվեդիան, որը ամեն կերպ ուզում է մասնավոր ընկերություններում փայաբաժին ունենա։ Ոնց որ չի լինում, չէ, բա ինչի է Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղով գնում։ Կարծես թե պատգամավորներից մեկը մի դիրքորոշում ներկայացրեց, ասեց, բա հայ փոստը ի վերջո պետության սեփականությունն է, հետևաբար ծառայությունները պետք է լինեն շատ լավը, հետևաբար վարձատրությունն էլ պետք է լինի շատ բարձր։ Այս ֆորմուլան շատ հետաքրքիր է, իրականությանն էլ մոտ ի դեպ։ Իսկ ասեք ինձ կառավարիչներին ներկայացվող պահանջները որոնք են, չափորոշիչները որոնք են։ Օրինակ ազգային ժողովի падգամավոր կարող է լինել X, Y պահանջներին համապատասխանող անձը։ Իսկ ասեք այդ պետության լավ որակյալ ծառայություն եւ բարձր վարձատրություն ենթադրող անձանց նշանակման չափանիշը որն է։ Եթե անկեղծ լինենք հարգելի գործընկերներ մեր հայրենակիցների հետ, դուք այլևս վերջին տարիներին բացահայտել եք դրա չափանիշը։ Դա մեկն է, քաղաքացիական պայմանագրի անդամ լինելը կամ փոխկապակցված լինելը։ Ես հասկանում եմ ձեր գործընկերն է, բայց խնդրում եմ ասեք, Ռոմանոս Պետրոսյանի ի վերջո մասնագիտական
կարիերայի տեսանկյունից, որն էր այն չափորոշիչը, ըստ որի դուք գնահատեցիք, որ հենց ինքը կարող է լինել լավագույն կառավարիչը հեծի։ Դեռ ի վերջո, ես վստահ եմ կլինի անկախ աուդիտ, մեկը ի դեպ առաջարկեց, որ խորհրդարանական վերահսկողական գործիքները իրացվեն պարզելու համար արդյունավետությունը, բա որ պարզվի արդյունավետությունը լավը չէ, այդ ժամանակ ինչ ենք ասելու։ Ի դեպ դուք ինչ եք ասելու, բայց ինչ որ իմաստով մենք ինչ ենք ասելու, որովհետև այդ ամենից տուժողը մեր հասարակությունն է։ Մեկ հանգամանքի ուզում եմ անպայման անդրադառնամ, քանի որ կրկին ընտրությունների հետ կապված հարցերը շատ է քննարկվում։ Ես հասկանում եմ, նորմալ է, երևի թե եթե իշխանության դիրքերից ես նայում, երբ կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը, դուք ամեն կերպ դա պետք է պաշտպանեք։ Այսինքն, եթե դատարանի անալոգիան անենք, այստեղ կարելի է ասել հայցվորի կամ պատասխանողի դիրքերից հանդես գալու իրավիճակն է լինում։ Բայց այստեղ վեճ չունենք իրար հետ։ Տեսեք, օրինակ մեկը որպես ճշմարտության աղբյուր հղում տվեց Դանիել Իոնիսյանին։ Մեկն էլ ասեց, որ այ օրինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից պատգամավորներից մեկը ամեն կերպ ասում էր, որ այդ ընտրատեղամասի արդյունքները հանգարց անվավեր չճանաչեք։ Հա? Մենք ինչ ենք ասում։ Անվավեր ճանաչեք, դրան հետևանք կա։ Այն է ըստ ընտրական օրենսգրքի վերաքվյարկություն։ Բայց օրենսգրքի պահանջը չկատարվեց, գիտեք ինչի չկատարվեց, որովհետև նախկինում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ պարոն Վահագն Հովակիմյանը գտավ, որ դա պետք է չանել։ Իդեպ օրենսգրքով սևը սպիտակի գրված, վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով գրված, այդ ամենը պարոն Վահագն Հովակիմյանը գտավ, որ պետք է չարվի։ Նայեք, անվավեր չէր ճանաչվում, ստեղ կար եւս մեկ խմբակցություն։ Անվավեր ճանաչվում էր, լինում էր վերաքվյարկություն, բայց ըստ պարոն Հովակիմյանի դա լինելու էր տակտիկական քվյարկություն, որի արդյունքում լինելու էր մեկ այլ խմբակցություն եւ մեկ խմբակցություն չէր ունենալու 3/5-ը։ Հիմա այս ռեբուսը ոնց նայում ենք, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, շահում է մեկ ուժ, եւ այդ մեկ ուժը քաղաքացիական պայմանագիրն է։ Պարոն Կոնջորյանը իր ելույթում հղում տվեց Սահմանադրական դատարանի 1708 որոշմանը, լավ էր, որ դրան հղում տվեց, այդ որոշումը ընդունվել է ընդդիմադիր խմբակցության դիմումի հիման վրա, ներկայացուցիչը եղել է Արծվիկ Մինասյան, որն էլ ինչին էր վերաբերում, նենց տպավորություն էր օրինակ, որ տենաս ինչ մի առիթ է եղել, որ այդ ՍԴ որոշումը ծնվել է։ Քանի որ նախկինում 8-րդ գումարման ազգային ժողովի շրջանակներում կառավարող խմբակցությունը փաստացի խոչընդոտել է ընդդիմադիրներին վերապահված մշտական անձնաժողովների նախագահների փոխնախագահների, այսպես ասած պաշտոնների համալրմանը, նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով փոխնախագահ էր նշանակել, ՍԴ որոշումը դրա մասին էր։ Ու դա պարոն Կոնջորյանը ներկայացնում է լրիվ այլ լույսի ներքո։ Սիրելի հայրենակիցներ, նման իրավիճակների հաճախ ենք հանդիպելու, որ փաստորեն խնդիրը, որը հենց ստեղծել էր իշխանությունը, լրիվ այլ լույսի ներքո ներկայացվում է որպես Սահմանադրական դատարանի որոշում։ Ես չեմ կարող անդրադարձ չկատարել քաղաքական բանտարկյալների հարցերին։ Այո, Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, բայց այս բանաձևին առաջարկում եմ հետևյալ լուծումը։ Ես շատ ուշադիր լսեցի պարոն Ռուբինյանի հոր կալանքի վերաբերյալ հանգամանք։ Գրեթե համոզված եմ, որ այդ կալանքի, թույլ տվեք պնդումն էլ կատարեմ, ապօրինի կալանքի որոշումը կայացրել է մնացական Մարտիրոսյանը։ Պարոն Վարդիվյան, հարցրեցի, ասաց անունը չեմ հիշում, բայց կին էր։ Մնացական Մարտիրոսյանը ոնց որ թե կին չի։ Իդեպ, պարոն Ռուբինյան, ես եկեք ամեն դեպքում իմ վարկածը շարունակեմ, քանի որ այստեղ նստած է պարոն Միքայելյանը, ում վերաբերյալ հաստատ մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել, վճիռել է կայացրել, որն էլ ի վերջո համարվել է իրավունքի խախտում, դա էլ արձանագրենք։ Մնացական Մարտիրոսյանը, սիրելի հայրենակիցներ, 2018 թվականից հետո ամենից բարձր պաշտոններն է զբաղեցնում դատական համակարգում, ամենից շատ կալանքի որոշումներն է կայացնում Հայաստանում
Եվ դուք դրա հետ համերաշխ եք։ Պարոն Ռուբինյան, այստեղ ոչ թե ուզում եմ որևէ կերպ անձնավորեմ, բայց բանաձևը 30 վայրկյանում ընդգծեմ։ Երբ անձը ունենում է հանրային հեղինակություն, իսկ ձեր հայրը զբաղեցրել է ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, նախկինում երբևէ արատավորված չի եղել։ Դատարանները այդ դեպքերում պետք է կալանք չկիրառեն։ Իսկ դուք գիտեք վերջին տարիներին այս չափանիշներին բավարարող քանի անձանց են կալանավորել։ Հարյուրավոր, հիմա էլ կան կալանավորված։ Այստեղ է ամբողջ խնդիրը։ Դեռ հին Հռոմում ինչ էին ասում։ Դրանով էլ ավարտեմ խոսքս։ Ասում էին թող արդարությունը իրականացվի, թեկուզ երկինքը փուլ գա։ Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք կգերակայի։ Շնորհակալություն։